պետք է բաժանենք մենք իշխող ուժի կառուցչական թեզերը եւ ընդդիմության թեզերը, մասնավորապես ընդդիմության, որը ամենամեծ հավանականություն ունի պարլամենտ անցնելու, եթե խոսենք ընդդիմության մասին, ապա այստեղ այսպես կոչված 300,000 ադրբեջանցիների վերադարձի կեղծ նարատիվներ, որը տիրաժավորվեց, որը լայն տարածում գտավ, որը նույնիսկ գովազդվեց հայ հասարակության շրջանում, ընդդիմության կողմից երկրորդ նարատիվը ըստիս դա հենց խաղաղության օրակարգն է, խաղաղությանը տեր կանգնի օրակարգն է, այն որ խաղաղությունը հաստատված է, բայց այն ինստիտուցիոնալացնելու կարիք ունի, եւ երրորդ նարատիվը թերևս այն, որ Հայաստանը պետք է լինի, Հայաստանը երբևէ չի եղել այնքան սուվերեն, որքան հիմա, եւ Հայաստանը պետք է ձգտի ավելի ընդլայնելու իր սուվերենությունը, ավելի ամրապնդելու իր անկախությունը։ Սա նորից կախված է նախընտրական այս գործընթացի միջավայրից, քանի որ միջավայրը ինքնին բևեռացված է, մենք չենք կարող միանշանակ ասել, թե ինչ էր անում սոցիալական մեդիան, մենք կարող ենք տանջատել, որ կա սոցիալական մեդիա, որը սատարում էր ընդդիմադիր ուժերին, եւ այստեղ մենք ունենք օրինակներ, երբ կեղծ նարատիվներ են տարածվել, երբ ֆեյք կայքեր են բացվել եւ հնարավորինս աջակցելով այդ կեղծ նարատիվների տարածմանը հայ հասարակության շրջանում եւ ունենք սոցիալական մեդիա, որը հնարավորինս փորձել է օբյեկտիվ իրականություն մատուցել, տեղեկացված դարձնել, հա, նպաստել քաղաքացիների տեղեկացված լինելու իրավունքը իրացնելու։ Այո, բայց գիտակցված ընտրություն կատարելու համար միայն տեղեկատվությունը բավարար չէ, այստեղ շատ կարևոր է կրթական ցենզը։ Շատ կարևոր է ունենալ կրթական այնպիսի մակարդակ, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի կարողանա ապավինել նաև կրիտիկական մտածելակերպին, այսինքն լսել ինֆորմացիան եւ այն չընդունել որպես իրականություն, այլ խորել դրա վերաբերյալ, մտածել, ում է այն ձեռնտու, ինչու է այն դաշնետվում, ինչ նպատակով, ովքեր են դաշնետողները եւ որից հետո նոր կարողանա ուրեմն կատարել իր ընտրությունը։ Խորհուրդ պետք է տամ առաջին հետեւյալն է անպայման գնալ ընտրության։ Նույնիսկ եթե դուք չունեք ձեր նախընտրած քաղաքական ուժը, քաղաքական գործիչը եւ չեք կարողանում կողմնորոշվել, միևնույն է պետք է գնալ ընտրության, որովհետեւ դա ոչ միայն ձեր իրավունքն է, այլ նաեւ ձեր պարտականությունն է։ Ինչու է ձեր պարտականությունը, որովհետեւ երբ դուք ընտրություն եք կատարում եւ այդ քաղաքական ուժը ընտրություններից հետո չի արդարացնում ձեր սպասումները, դուք ինքներդ ձեզ նաեւ զգում եք պատասխանատու տարվող քաղաքականության համար, իսկ դա դրդում է ձեզ շատ ավելի խորանալ ուրեմն տարվող քաղաքականությունների մեջ եւ իշխող ուժին, ընդդիմությանը, պարլամենտական ընդդիմությանը բերել հաշվետվողականության դաշտ։